Հանուն Հոր և Որդու և Հոգուին Սրբո ամեն։ Խնդրեցեք և կտրվի ձեզ, փնտրեցեք և կգտնեք, բախեցեք և կբացվի։ Փնտրտուքը, խնդրանքը և բախելը ամբողջ կյանքի ընթացքն է, սկիզբ, ընթացք և ավարտ։ Մենք պետք է խնդրենք, իսկ ինչ պետք է խնդրենք։ Երկնքի արքայությունը, որտեղ պետք է խնդրենք, մեր սրտում, մեր հոգում, որտեղ հենց երկնքի արքայությունը մեր սրտում հոգում է, այնտեղ խնդրում ենք, որպեսզի այնտեղ էլ գտնենք։ Բայց խնդրանքը դեռևս սկիզբն է, պետք է նաև փնտրենք երկնքի արքայությունը։ Սկիզբը հավատքը, ընթացքը հույսը և վերջը սերը։ Մեր մեջ փնտրում ենք, խնդրում ենք երկնքի արքայությունը, մեր մեջ էլ բախում ենք դուռը երկնքի արքայություն, որտև մեր Տերը Հիսուս Քրիստոս մեր սրտի դռան մոտ կանգնած է։ Մեր մեջ պետք է խնդրենք, մեր մեջ պետք է փնտրենք, մեր մեջ էլ բախենք դուռը երկնքի արքայության։ Եվ երբ բախենք, մեր Տերը կբացի։ Սկիզբը հավատք, ընթացքը հույս, ավարտը սեր, որտեղ երբ որ մեր սրտի դռները բացենք եւ մեր Տերը մեր սիրտը մտնի հանգրվանի, Աստվածային սերը կլցնի մեր միտքը, մեր հոգին, մեր սիրտը եւ մարմին։ Եվ հենց այսպես ապրեցին այսօրվա տոնելի սուրբ թարգմանիչ վարդապետները։ Մեսրոպ Մաշտոցը ինչ էր խնդրում։ Խնդրում էր հայոց գիրը, բայց միայն խնդրելը բավարար չէր, սկսեց փնտրել, խնդրեց, հետո սկսեց փնտրել, փնտրում էր, տեսներ որտեղ կարող են հայոց այբուբենը գտնել, տարբեր տեղերում փնտրեց, տարբեր նշանագրեր փորձեց, տեսավ ոչ ոք էլ հարմար չի, հայոց հարուստ լեզվին, հայոց լեզվին շատ հարուստ է իր բառապաշարով, իր հնչերանգով, իր գեղեցկությամբ, այդ պատճառով աստվածային գիր պետք է լիներ հայոց լեզվու համար, նշանագրերը աստծուց պետք է լինեն եւ մնաց բախելու ժամանակը։ Խնդրեց, փնտրեց, ոչ մի բան չստացվեց։ Սկսեց բախել։ Բախեց երկնքի արքայության դռները, բացի Տեր դուռը քո ողորմության, եւ Աստված բացեց ողորմության դռները։ Մի տեսիլք տեսավ մեր սուրբ Մեսրոպ Մաշտոց վարդապետը, երկնքից հայոց նշանագրեր իջան, այբ, բեն, գիմ, դա, մինչև քեն, արալչով սկսում ենք, Քրիստոսով վերջացնում, որտև Աստված ալֆան է և օմեգան, սկիզբն ու վախճան, այսպիսի հրաշալի մի հայտնագործություն եղավ հայոց գիրը, գյուտ էր դա, պարգև էր, ընծայ էր, շնոր էր հայոց հողին, որտև Աստված երբ որ սուրբ վարդապետ է տալիս, սուրբ հայր է մեզ տալիս, ուրեմն օշնել է, ուրեմն ողորմել է, դրա միջոցով ուրիշ բաներ պետք է տա։ Խնդրենք, որ Աստված մեզ սուրբ վարդապետներ տա, որպեսզի սուրբ վարդապետների միջոցով էլ հրաշքներ գործի մեծ համար։ Իրենք երկնքի եւ երկրի միջև են։ Երկնքից կարողանում են շնորհ իջեցնել, հասցնել ձեզ։ Առանց նրանց չի ստացվի։ Մյուս վարդապետը այսօրվա տոնելի Սուրբ Եղիշե վարդապետներ, սա էլ խնդրեց, ինչ խնդրեց, որ Աստված հայոց սրտին մտքին աստվածային հայրենասիրություն տա, գրեց Վարդան Մամիկոնյանի հայրենական պատերազմի մասին, Ավարայրի ճակատամարտի մասին գրեց, խնդրեց, որպեսզի Աստված իր սրտին մտքին հոգուն տա հայրենասիրության հոգին, հայրենասիրության հոգու թարգմանը եղավ, թարգմանեց, թե հայ ինչպես պետք է սիրի հայրենիքը, հանուն հավատո և հանուն հայրենյաց, հանուն Քրիստոսի և հանուն սրբությունների,
այս երկուսը միասին առանձին չի ստացվելու։ Եթե մենք սիրում ենք Քրիստոսին, ուրեմն հայրենիքն ենք սիրում։ Եթե մենք հայրենիքն ենք սիրում, ուրեմն Քրիստոսին ենք սիրում։ Հանուն հավատով, հանուն հայրենիած։ Սա գտավ Եղիշե վարդապետը։ Գտավ, որ մենք հայրենիքը Քրիստոսի սիրով պետք է սիրենք։ Որից հետո գալիս է Դավիթ անհաղթ փիլիսոփա։ Սա էլ թարգմանիչ վարդապետների մեջ ինչ էր փնտրում։ Հովանես ավետարանչի սքանչելիքն էր փնտրում, աստվածաբանություն էր փնտրում, իմաստասիրություն էր փնտրում, ինչպես Հովանես ավետարանիչն էր ասում, ի սկզբանե էր բան, եւ բանն էր Աստված, եւ Աստված էր բան։ Փնտրեց, գտավ, դարձավ անհաղթելի իմաստասեր փիլիսոփա Դավիթ անհաղթ եւ հետագա բոլոր սերունդները մեր եկեղեցու իմաստասերների Հովան որոտնեցին եւ Գրիգոր Տաթևացին, կարելի ասել Սուրբ Դավիթ անհաղթ փիլիսոփայի սերունդն են։ Մյուսը գալիս է Մովսես Խորենացին։ Ինչ էր փնտրում Խորենացին։ Հայոց ազգի ժողովրդի ակունքներն էր փնտրում, հայոց ազգի պատմությունն էր ուզում ներկայացնել, որովհետև հայոց ազգը շատ հին է, Հայկ Նահապետից է գալիս, Նոյից է գալիս, Ադամից է գալիս, եւ այդպես ինչ որ փնտրում էր գտավ, քերթողահայր Մովսես Խորենացի ենք ասում, որտեղ այնպիսի մի հայոց պատմություն գրեց, որ որևէ հայոց պատմիչ չի գրել այսպիսի մի բան։ Մեր հայոց ազգի վկայականն է սա։ Եթե ուզում եք իմանալ, թե հայը ինչ պատմություն ունի, Մովսես Խորենացու հայոց պատմությունը կարդացեք։ Մյուսը գալիս է մեր սուրբ քաղցրիկ Գրիգոր Նարեկացին։ Նարեկացին ինչ է խնդրում։ Աղոթք էր խնդրում, չէր խնդրում, աղոթում էր եւ գտավ հայոց սրտի բանալին, գրեց Մատյան ողբերգության աղոթագիրքը, ապաշխարության գիրքը եւ բոլոր հայ սրտերը բացվում են այս բանալիով։ Վերցրեք Նարեկացու սրտի բանալին աղոթագիրքը Մատյան ողբերգության եւ ձեր սրտերը կբացվեն։ Ինչպես Նարեկացու սիրտն էր բացվել ի խորոց սրտի խոսքը դաստուծով, սիրտը բացել էր, աղոթում էր։ Մենք էլ այդ բանալին վերցնենք, մեր սրտերը բացենք, աղոթենք։ Հետո գալիս է ներսես շնորհալին։ Ինչ էր խնդրում։ Հայոց երգն էր խնդրում, հայոց տաղերգությունը, շարականագրությունը, խնդրում էր, որ հայը հայոց լեզվով երգի։ Հայը հայոց լեզվով երգով ու տաղով փառաբանի Աստծուն։ Խնդրեց գտավ։ Հայոց շարականագիրը գրեց 30% հայոց շարականների, երգեր, տաղեր, գանձեր, հիմա լիացած է, հագեցած է հայոց շարականը, հայոց տաղերգությունը Սուրբ Ներսես շնորհալու երգերով, եւ բոլոր մյուս երգահանները եղան Ներսես շնորհալու շարունակություն, ինչպես մեր մեծ Կոմիտաս վարդապետը։ Ուրեմն սա են մեր թարգմանիչ վարդապետները, խնդրեցին, փնտրեցին, գտան, տվեցին մեզ, որպեսզի մենք էլ խնդրենք, փնտրենք, գտնենք երկնքի արքայությունը։ Ամեն։